Անհրաժեշտության դեպքում մենք 2 ժամ, 1 ժամ, երբ պետք է մենք եւ սահմանային տեղունցով եւ միջազգային խորհրդներով աշխատում ենք, կա աշխատանքային խումբ եւ Գոյուն Նահապետյանը պետազանժողովի նախագահ եւ Արտակ Զաքանյանը պետազանժողովի նախագահ ակտիվ աշխատում են, մենք համակարգում ենք եւ նաեւ այդ ամենը արվում է բոլոր խմբակցությունների ներգրավմամբ։ Այդ տեղեկությունները զգալով ինչպես է գնահատում սահմանի տիրող իրավիճակը։ Ես համամիտ եմ բոլոր այն գնահատականները, որ տալիս է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը։ Պարոն Շարմազանov, ինչու հրադադարն է Հայաստանի համար ընդունելի տարբերակ։ Ղարաբաղի համար պետք է ընդունելի լինի եւ Ղարաբաղը իր կարծիքը ասել է։ Այն ինչ որ Ղարաբաղի համար ընդունելի, մեծ համար ընդունելի է։ Պարոն Շարմազանov, գնում ենք Լեռնային Ղարաբաղի Այս պահին գնում ենք խաղաղությունը պարտադրելու հակառակորդին եւ գնում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգայինորեն ճանաչելու։ Մեր նպատակը դա է, Ղարաբաղի ժողովրդի նպատակը դա է, մեր նպատակը երբեք չի եղել միակողմանի ճանաչումը, մեր նպատակը եղել է, որպեսզի Արցախի ժողովուրդը կարողանա օգտվել իր ինքնորոշման իրավունքի իրացումից եւ ինքը որոշել իր ճակատագիրը միջազգային նորմերին համապատասխան, Միսկինի խմբի համանախագահության 3 սկզբունքներին համապատասխան եւ այսօր էլ իմ լավ բարեկամ Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը հստակ նշել է նպատակը Արցախի միջազգային ճանաչումն է եւ Հայաստանի Հանրապետությունը որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր անելու է հնարավորինը, որպեսզի Արցախի ժողովուրդը առաջինը ապրի անվտանգ, երկրորդը ապրի ազատ ու անկախ երկրում։ Ռազմական գործընկերոջ Ռուսաստանի արձագանքը բավարար գնահատում եք։ Ես գնահատական հնչեցրել եմ այսօր եւ իմ հարցազրույցներում եւ այսօր հայտարարության մեջ ուշադիր եղել եք, որ մենք ասենք, որ մեզ չի բավարարում հավասարեցման նշան դնող գնահատականները, անկախ նրանից դա ով է անում։ Եվ մեր 6 խմբակցությունների հայտարարության մեջ հստակ նշվում էր, որ պետք է ի վերջո դահիճ անվանվի դահիճ, պետք է ի վերջո հարցագործը ուղիղ անվանվի հանցագործ։ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան պարոն Փոլադ Բյուլբուլ-օղլին ինքը պարզ, բաց հրապարակային ասել է, որ իրենք են սկսել եւ ես կարծում եմ գոնե Միսկի խմբի համանախագահ երկրները իրանք հիմա ինձ նայում են շատ լավ գիտեն ով է սկսել ու իրանք ունեն այդ հնարավոր եւ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան եւ Ռուսաստանի Դաշնությունը գոնե այդ 3 երկրները ունեն բազում տեխնիկական հնարավորություններ կոնկրետ իմանալու ով է այս ագրեսիա եւ ահաբեկչության հիմնադիրը, ով է լարում իրավիճակը, ով է թշնամանք սերմանել եւ հավասարության նշող որևէ հայտարարություն, դա կլինի, ես չգիտեմ, Լոս Անջելեսից, Վաշինգտոնից, Մոսկվայից, թե Սան Ֆրանցիսկոից, թե Փարիզից, թե Վիեննայից, բնականաբար չի կարող օժանդակել այս կարգավորմանը։ Ադրբեջանը սկսել է հստակ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ եւ մենք 6 խմբակցությունների եւ խմբակցությունների մեջ ընդգրկված падգամավորները այսօր այն ինչ որ մտածում ենք թղթին տվել ենք եւ հայտարարել ենք ավելացնելու բան չունեմ հերթով հա ռուսական կողմին տեսեք Թուրքիան Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է ու տեսնում ենք նրա հայտարարությունները Ռուսաստանը Հայաստանի ու տեսնում ենք թե ինչպես է իրեն դրսևորում հնարավոր է այս պարագայում Հայաստանը բողոք ես հայկական պարլամենտական քաղաքական ուժերը բողոք չասեմ մենք մեր կարծիք ասել ենք եւ մեր հայտարարությամբ հստակ նշել ենք եւ դա առանց բացառության բոլորին է վերաբերում մենք ասենք որ հավասարության նշան դնելը անթույլատրելի է ես ասեցի եւ դա բոլոր ինչի հետևանքով մեր ռազմավարական դաշնակիցը եւ այլ միջազգային կառույցները հավասարության նշան դրեցին արդյոք Հայաստանի արտաքին քաղաքականության ուրեմն քաղաքականության մեջ կա երևացող շերտ եւ չերևացող շերտ ես գրեթե համոզված եմ որ չերևացող շերտով հստակ ասվել է ինչ որ ասվել է բայց կա նաեւ երևացող շերտ եւ անհրաժեշտություն կա եւ եթե հիշում եք հենց առաջին արձագանքներից մեկը ես եմ եղել որպես ազգային ժողովի նախագահ տեղակալ ընդամենը ռազմական գործողությունների ժամուկից 2 ժամ հետո հաշվառել ենք եթե ժամը 8-ին է երեխեն սպանվել 12-ամյա 9:20 ես արձագանքել եմ եւ ասել եմ որ բացի այն որ սա ահաբեկչական գործողություն է սա նաեւ հետևանք է նրան որ միջազգային հանրությունը այդ ու նաեւ Միսկի խումբը մերթ իրականացնում է հայտարարություն որտեղ հավասարության նշան է դրվում դա անթույլատրելի է ես
այդ ցավը տալը Միսկի խմբը կարող է բան, չգիտեք ով է մտնում Միսկի խմբի մեջ։ Եվ այսօր էլ մեր հայտարարության մեջ 2 ժամվա 2 էջի վրա գրված եղել կոչ ենք անում Միսկի խմբի համանախագահներին, կոչ ենք անում միջազգային հանրությանը։ Խնդրում եմ վերցրեք մեր հայտարարությունը, դա ավելին է, քան Շարմազանովի կարծիքը, դա 6 խմբակցությունների քաղաքական գնահատականը եւ բացեք այդ քաղաքական գնահատականը վերլուծեք։ Պարոն Շարմազանով, ռազմական փոխօգնություն Ինչ են անում։ Այս պահին ամենաառաջնային ակնկալիքը, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը խաղաղություն պարտադրի հակառակորդին։ Մնացածը արդեն հերթով մեր դիվանագետները կիրականացնեն։ Հիմա խնդիր պետք է լուծեն մեր հայրենակիցները Արցախում, որովհետև տեղի է ունեցել ագրեսիա, տեղի է ունեցել ահաբեկչություն եւ բոլոր այն գնահատականները, որը հնչում են թե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակից, ես թե որպես անհատ, թե որպես քաղաքացի, թե որպես քաղաքական գործիչ պաշտպանում եմ եւ եւս մեկ անգամ ուզում եմ իմ հիացմունքը հայտնել բոլոր քաղաքական ուժերին, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանից սկսած, Նիկոլ Փաշինյան, Լուսավոր Հայաստան, հերթով գալիս եմ, Ազատ դեմոկրատներ, ՀՀՇ, Հայ հեղափոխական դաշնակցություն, Օրինաց Զերկիր, ասիկը վերածնունդ, Ժառանգություն, ում եմ մոռացել, Ալյանս, Բարգավաճ Հայաստան, բոլորին, մեր երկրապահներին, հանրապետ, բոլորին, ձեզ սիրելի լրագրողներ, դա ես էլ լրացի էլի, ինչ ես ուզում, ինչ ես ուզում, կասեն էլի, ես ասելով որ ասեցի, ես հիմա չեմ ուզում մենք մանր բաների մեջ մտնենք, երեխեք, այսօր այն պահն է, որ մեզ պետքա կոնսոլիդացիա։ Մեզ պետքա կոնսոլիդացիա, այսօր տեսակ եւ մենք, եւ ընդդիմությունը, այսօր չկա իշխանություն եւ ընդդիմություն։ Եւ նաեւ մեր պայմանավորության արդյունքում մենք նաեւ որոշել ենք այս քարոզիայի ընթացքում հնարավորինս ավելի զուսպ, ավելի, որովհետեւ եւ հանրությունն է մեզ նայում, եւ Արցախում են մեզ նայում, մենք այսօր չկա, լուրջ եմ ասում, ես ոչ թե ձևական ասի չկա ընդդիմ, կներեք այսօր իմ համար երկրորդական է, թե ով որ կուսակցության անդամ է։ Այսօր մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հայաստանի ու Արցախի ներկայացուցիչներ ենք։ Պարոն Շարմազանov, ի վերջո հնարավոր է զենքի հարցը ի վերջո այսպես հստակ բարձրացնեք ռազմավարական գործընկերությունում։ Ուրեմն զենքի հարցը միշտ էլ բարձրացվել է։ Միշտ փորձել եք պաշտպանել, որ սա բիզնես նպատակ ունի Ռուսաստանի կողմից Ադրբեջանի։ Եթե Հանրապետության նախագահի մակարդակով հրապարակային դրա մասին խոսվում է։ Եթե արգոսնախարարի մակարդակով հրապարակային խոսվում է, դուք տեսել եք որ նախագահը երբ ասել դա բիզնես է։ Ընդհակառակը նախագահը եւ օվկիանոսից ուրեմն մի քանի անգամ ասել, ուշն ու շուտը մենք չենք որոշում, ոչ դուք, ոչ ես։ Գերագույն գլխավորի, ուրեմն խնդրում եմ գերագույն գլխավոր հրամանատարի գործողությունները մենք չորոշենք, թե դա ուշ է, թե շուտ է։ Ռազմական փոխօգնության պայմանագիրը Ռազմական փոխօգնության պայմանագրի հետ կապված, ասեք, Հանրապետության նախագահը առաջարկեց եւ հանձնարարեց արգոսնախարարությանը աշխատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արգոսնախարարության հետ, որպեսզի տեքստը պատրաստվի, տեքստը հիմա տեքստի, ասինքն պայմանագիրը նախապատրաստվում, երբ որ պայմանագիրը նախապատրաստվի, պատրաստ լինի ստորագրվի կողմերի միջև կգա ազգային ժողով, ես նույն օրը հայտարարել եմ, քննարկելով նաև քաղաքական ուժերի հետ, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողով պատրաստ է իրականացնել այն գործառույթները, որոնք բխում են Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականից, կնքելով եւ վավերացնելով այդ փոխօգնության պայմանագիրը։ Երբ որ կգա ազգային ժողով կունենանք այդ հանձնարարականը, կանենք։